Բարեկամներ ողջույն, հուսամ լավ եք, ընկերներ։ Պարզ թեմայից եմ խոսելու, որը որևէ կերպ ոչ մի կերպ չի լուծվում ի հեճուկս եթերների, անդրադարձների, գրավոր եւ բանավոր բացատրությունների, ինչ է պատահելի։ Երկուշաբթի օրը 11:30 առավոտյան կեսօրին մոտ, ես բնականաբար արդեն աշխատանքի վայրում եմ, ծանուցում եմ ստանում հեռախոսներից, որ դուրը տան դուրը ծեծում են, զանգ են տալի, միանում եմ հեռավար, տեսախցիկներով խոսում եմ, կինա կանգնած թղթերով ձեռը, բարև ձեզ, դուք չկաք, դուրը ծեծում ենք, մի րոպե, ոնց բացատրեցի, ոնց հասկացան, ինչ որ պրոֆիլակտիկ ստուգումներ ա, գազի տեսուչ, մեսուչ, հաշվիչներ, մի խոսքով։ Այն որ պրոֆիլակտիկ ստուգումը իհարկե շնորհակալ ենք, դա ամբողջ աշխարհում կա, շնորհակալ ենք, որ մտածում ենք մեր անվտանգության մասին, որ չտարակենք, չպրծնենք այս անաստված երկրից, ուր Աստված բացակա է։ Բայց բարեկամներ, սա որ երրորդ անգամ է, բարձրաձայնում եմ, հարգեք մարդկանց անձնական տարածքը։ Դուք ինձ տեղեկացրել եք, որ դուք եկել եք երկուշաբթի օրը աշխատանքի ժամով եկել եք տուն։ Հասկանում եք, սիգնալաշենում այդպիսի մի հասկացողություն կա, որը կոչվում է աշխատանք, գրողը տանի, որը ոչ մի ձև չեն կարողանում բացատրել։ Մարդիկ աշխատում են, որ մի ձև ապրեն, հասկանում եք, որ հարկ տան, լինեն հերոս, ամենանվիրյալ քաղաքացին հարկ տվող դա։ Բա ոնց աշխատեն մարդիկ։ Հիմա այդ ծոցին եմ ասում, դու որտեղ ես։ Ասում ձեր տան դեմը, չի ասում դու ինչ ես անում, ասա գործ եմ, ասում բա ես էլ եմ գործի։ Հասկանում ես, լավ ուրիշ, դες հետարքիր բանակյանքը, դու գործ ես, ես գործի չեմ։ Հիմա ինչի եմ ուզում ասեմ, սա տարական բան, Աստված իմ տարական բան, ես ես քանի ամիս է ես Հայաստանից ես ամեն անգամ գալիս եմ նյարդայնանում եմ։ Բարեկամներ, հարգեք մարդկանց տարածքը։ Դու ով ես, որ ես քեզ թողեմ իմ տուն քո հարմար պահի։ Դու իմ տուն ես գալի, չէ՞։ Ինձ հետ պիտի դու հաստատես, համաձայնեցնես։ Կարող է իմ խոհանոցը պատշաճ վիճակում չի։ Կարող է իմ զուգարանը պատշաճ վիճակում չի։ Կարող է իմ միջանցքը պատշաճ վիճակում չի։ Միջանց գնանք շոճի կնայենք, տուալետ գնանք, սանհանգույցում ջրաչափը ստուգենք, գնանք խոհանոց գազը ստուգենք, ժողովուրդ, այս ինչ վերաբերմունք է։ Դուք ինձ տեղեկացրել եք, որ դուք գալիս եք ամբողջ աշխարհում 1000 տեղ եմ ապրել, փառք ու պատիվ, ինձ այդ հնարավորությունը ընձեռվել է։ Արա management կոչվածը ասում է, այս ինչ օրը, այս ինչ ժամին պրոֆիլակտիկա, it's mandatory, այսինքն չես կարա ներկայանաս, պիտի ներկայանաս, ստեղ է արեք, ծանուցեք, մի շաբաթ, 10 օր, 2 օր շուտ, մի օր շուտ, մեր հրաշք ժողովուրդը իր բոլոր թերություններով հանդերձ, աղ ու հացով է կդիմավորի, մի բաժակ կոֆե է կտա, մի հատ ճաշ ու բորշ կուտի, չնայած մոժորները ուտեն դրանց էտի էլակի, արա, Այս ինչ վերաբերմունք ամեն շաբաթ մեկը դուրը ծնգստում է։ Ես քեզ ճանաչում եմ, որ քեզ իմ տուն թողեմ։ Դու ով ես։ Ոչ անձը հաստատող փաստաթուղթ, ոչ ես քեզ տեսել եմ, ոչ ինչ ծանուցել եմ, մի հատ ձյաց, պայուսակ, կարող է տերորիստ ես, կարող է Բեն Լադենի սորտից ես, ես ինչ իմանամ, ախպեր ջան, ես ինչ իմանամ։ Ինչ եմ առաջարկում։ Թաղապետարանա, համայնքապետարանա, ես չգիտեմ ով է այդ պատկան մարմինը։ Նորմալ երկրներում, ասենք, վաղուց տենց ծրագրեր կա, Excel, չնայած չգիտեն ինչ է դա։ Ասենք, այդ համայնքապետարանը իր ենթակայության տակ ունի մի քանի շենք, չէ՞։ 5 շենք է, 10 շենք է, 3 շենք է, որոշները կան, դիմում են գրում, անկախանում են։ Թաղապետարան, ես էլ եմ դրան հասնելու, հիշեք այսօրը, անկախացնելու եմ տունն ու բնակարանը առանձին։ Բայց հələ ներվերս հələ տեղն է։ Իր բնակչության քանի հոգի է, ասենք, քանի բնակարան է, 50, 100, 200, Excel ֆայլով տան անունները գրած է, համարներով, ծանուցում պիտի ուղարկես, Ctrl-A, Ctrl-C, Ctrl-V, չոպ, Messenger-ով սաղին համար է գնում, ծնգնում, ես ինչ օրը ձեր մոտ պրոֆիլակտիկա է հարգելի գրնո, գրնոն պատրաստվում է, մեր ժողովուրդը ված ժողովուրդ չի, հասկանում է, դա իր անվտանգության համար է, կսպասեն, կստուգեն, ժամը, գործը կհարմարացնեն իրանց համարը, բայց այս թղթերով կնանիք, այս մունաթով ձյաձերը, չկաք տունը չեք եկանք 6 անգամ, դուք պիտի տեղեկացնեք, ու ես հայտարարում եմ պաշտոնապես, նախ ասեմ, որ Ամերիկայում շատ լավ մի հատ օրենք կա, God bless America, դուրը տեկան ծնգցրեցին, դու չես ճանաչում այդ մարդու, գիշեր լինի, առավոտ շուտ լինի, գնդակահարում ես այդ մարդուն, անվտանգություն է, ինքը ուզում էր ին վրա հարձակվել, գնդակահարում ես,
տունը Ամերիկայի բլոգ եմ անելու 3 տեսակ ռևոլվեր ունեմ։ Ընտիր օրենքա։ Յուտայի նահանգում աշխատում է այդ բանը։ Մի օր Արսենալը ցույց եմ տալու։ Այ օրենք եմ ասե, բա չէ, ստե։ Կիրակի օրը ծնգստում են, շաբաթ օրը ծնգստում են, յուքոմի կնիկ առանձին ա գալի, բանի այդ յուքոմ չի էս ինտերնետի ծառայությունը։ Ասում եմ, չեմ կարա օնլայն փոխանցեմ, ասում եմ, չէ, մի հատ մարդ ա գալի, մինչև ինտերնետը առանձին ա գալի, ջրի կնիկը ջրաչափը առանձին ա նկարում, հաշվիչը առանձին են նկարում, գազը առանձին են նկարում, 3 ամիսը մեկ է գազերը գալիս ստուգում են, որ գազ բաց չթողես, գազ ենք բաց թողելու խելրծն ենք սա այդ վերջում։ Հիմա ոնց լուծենք այս բանը։ Առաջարկում եմ համահայկական բոյկոտ։ Համահայկական, ես պաշտոնապես հայտարարում, ես որևէ պետական ատյանի դեմ, եթե ինձ չծանուցեցին, դուր չեմ բացելու։ Ինչ պիտի անեք, իմ տուն, իմ տեղ, ինչ պիտի անեք։ Պիտի գաք լուսերը անջատեք, վճարել եմ, ինչը պիտի անջատեք։ Հարգեք վերջապես քաղաքացիներին։ Ինչքան կարելի անի արդյունանալ։ Հարգեք ձեր ենթակա ենք ստորոգյալ ենք ինչ որ ասեն, կոտանգեստեր, հարգեք։ Սինուսոիդներ, գժվցրիկ էլի։ Կներեք նյարդային բանի համար, բայց էլ հնարավոր չի։ Ամեն շաբաթ մեկը գալիս է դուրը ծեծում, ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ գիտեմ այդ մարդիկ ովքեր են։ Եթե մենք ուզում ենք դառնալ երկիր, սկսեք հարգել քաղաքացիներին։ Գոնե այս բանով։ Սրա համար ոչ նավթա դոլար ա պետք, ոչ աշխարհագրական դիրք ա պետք, ոչ ծովից ծով ա պետք, ոչ էլ մի բուռ։ Խելք ա պետք, տարական կազմակերպվածություն։ Կազմակերպեք, ոնց որ ես դիմացի խանութին հերթ պահել սովորացրեցի, տենց էլ դուր զանգ տալ եմ սովորացնելու, նախապես ծանուցմամբ։ Այս խանութը դիմացը արդեն տերում են հերթ են կանգնում։ Հերթ կանգնել չգիտի այս ազգը։ Հենց հիմա սովորեցին։ Մի երկու հատ ջարդուփշուր եղավ, արդեն լինկի կանգնում են։ Այդ տենց էլ հիմա դռներն ա լինելու։ Դուրը չեմ բացելու։ Այսուհետ չծանուցմամբ ցանկացած ներխուժում invasion համապատասխան ազդակների է արժանանալու։ Այսքանը։